գործող օրենսդրությամբ պարտադիր զինվորական ծառայության ենթակային 18-ից 27 տարեկան քաղաքացիները եւ 27-ից հետո քաղաքացիները եթե չեն ծառայել, քրեական գործ է հարուցվել նրանց վրա, նրանք չեն կարող ծառայել եւ ունեն միայն մեկ տարբերակ դատապարտվել ազատազրկման 2-ից 5 տարի ժամկետով։ Նշեմ, որ այս պահին ունենք 1200-ից ավել տղաներ, ովքեր մեր հայրենակիցներն են, բնակվում են արտասահմանում, նրանք չեն ծառայել եւ հիմա գտնվում են հետախուզման մեջ բանակում չծառայելու հանգամանքով։ Եթե նրանք այժմ վերադառնան կամ հայտնաբերվեն, նրանք պետք է դատապարտվեն ազատազրկման 2-ից 5 տարի ժամկետով, որևէ այլ տարբերակ չունեն։ Եթե անգամ ցանկանան կան 2 տարի ժամկետով կամ օրինակ 5 տարի ժամկետով ծառայեն ազատազրկվելու փոխարեն, միևնույն է, չունեն նման հնարավորություն։ Օրենքով ես մեր հայրենակիցներին տալիս եմ հնարավորություն, որպեսզի նրանք գան, ծառայեն 2 տարի ժամկետով, իրենց բացը լրացնեն եւ քրեական գործը կարճվի։ Այսինքն պետությունը ստիպված չլինի նրանց վրա ծախսել 15 միլիոն դրամ անազատության մեջ պահելու համար, այլ իրենք կան ծառայեն եւ դրանով իրենց ներդրում ունենան բանակի մեջ եւ նաեւ մեր պետության պահպանության գործում։ Եթե ինչ-ինչ հանգամանքներով մեր քաղաքացիները 27 տարեկանը լրանալուց հետո ունեն ընտանիք, ծանրաբեռնվածություն կամ առողջական խնդիրներ, որոնցով պայմանավորված չեն կարող ծառայել, նրանք կարող են վճարել որոշակի գումարներ եւ ծառայել կրճատված ժամկետով։ Օրինակ վճարել 8 միլիոն ծառայել 1 ամիս, վճարել 5 միլիոն ծառայել 6 ամիս, վճարել 2.5 միլիոն ծառայել 1 տարի կամ չվճարել եւ ծառայել 2 տարի ժամկետով։ Այս օրենքի շնորհիվ 1 տարվա ընթացքում առաջիկա տարվա ընթացքում մենք կունենանք մոտավորապես մինչև 5 միլիոն դոլարի պետական եկամուտ եւ նաեւ կունենանք հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր կվերադառնան Հայաստանի Հանրապետություն եւ կհաշվառվեն պայստազորով։ Բայց չենք ունեն նաեւ հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր կփորձեն իրենց զավակներին անչափահաս տարիքում հեռացնել Հայաստանից, այդ ընթացքում հավաքել X գումար, գալ վճարել եւ որևիցե կերպ չծառայել բանակում։ Այդ խնդիրը այսօր էլ կա։ Իմ նախորդ օրենքի նախագիծը, որ ազգային ժողովում տապալվեց, գալիս էր լուծելու այս խնդիրը։ Մենք ցավոք սրտի ունենք ամեն տարի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր օրինակ հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, նշեմ, որ վերջի մի քանի տարիների ընթացքում զորակոչի թվի մոտավորապես 20%-ի չափով ունեցել են քաղաքացիությունից հրաժարվողների դեպքեր։ Հասկանում եք, թիվը մեծ է։ Եթե պայմանականորեն ասենք, հա, միջինացված մեր տարեկան զորակոչը 10,000 է, մոտավորապես 2000-ի կարգի տղաներ ամեն տարի հրաժարվում են, դա ահռելի սարսափելի մեծ թիվ է, այսինքն 4-5 տարվա ընթացքում մենք մի ամբողջ տարվա չափով զինծառայող ենք կորցնում, ովքեր քաղաքացիությունից հրաժարվում են։ Ես ինչ էի առաջարկել, որպեսզի 15 միլիոն տուրք սահմանենք, որպեսզի այս անձինք չհրաժարվեն, մնան եւ շարունակեն ապրել Հայաստանում, հետագայում գնան ծառայության կամ այդ գումարը վճարել եւ կրճատված ժամկետով ծառայեն։ Չգիտես ինչու որևէ պատճառաբանություն չներկայացնելով մեր գործընկերները տապալեցին նախագիծը եւ նախագծի տապալումից հետո էլի շարունակում են հազարավոր քաղաքացիներ հրաժարվել քաղաքացիությունից եւ դրանով տուժում են մեր բանակը, զինված ուժերը, արդեն նշեցի, որ տարեկան շուրջ 20%-ի չափով միայն այս մասով նվազում ենք ունենալու։ Առաջիկայում ես նույնպես մեկ անգամ եւս այս նախագիծը շրջանառելու եմ, որովհետեւ գտնում եմ, որ անթույլատրելի է, որ մենք թույլ տանք մեր քաղաքացիները հեշտությամբ մի հատ դիմում տան 14 տարեկան հասակում քաղաքացիությունից հրաժարվեն ու շարունակեն Հայաստանում ապրել, ոնց որ մնացած բոլորը, ովքեր գնում են ծառայության, ովքեր որ ջանք են ներդնում, հաճախ վիրավորվում են, հաճախ զրկանքների են կներեք կամ կտրվելով իրենց ընտանիքից ժամանակ են անցկացնում զինված ուժերում, իրանք ունեն նույն երկիրը, որը ունեն նաև մեր մյուս քաղաքացիներով որևէ գումար չվճարելով ուղղակի քաղաքացիությունը հրաժարվում է։ Սա անընդունելի է, այս դեպքում ես առաջիկայում փորձել եմ կրկին եւս մեկ անգամ առնել, հույսով եմ այս անգամ մեր գործընկերները կամ դեմ չեն քվեարկի կամ գոնե փաստարկ կներկայացնեն, թե ինչու են դեմ, որտեղ անթույլատրելը չի կարող այս բան լինի ընդհանրապես։ Ու նաև ուրիշ բան էլ ասեմ, որ օրենքի տապալումից հետո քաղաքացիությունից հրաժարվողների թիվը աճել է։ Մոտ 30%-ով ավելի շատ են սկսել հրաժարվել օրենքի տապալումից հետո, ինչը թվերով առաջիկայում կներկայացնեմ, թե ինչքան վնաս է կրել Հայաստանի Հանրապետությունը։